2018 թվականից մենք ամեն օր ապրում ենք ահագնացող արհավիրքի և ողբերգության մեջ։ Ամենտեղ և ամենուր մենք մեր աղոթքները պիտի բարձրացնենք պետության փրկության համար։ Ամենտեղ և ամենուր մենք մեր աղոթքները պիտի բարձրացնենք 44-օրյա պատերազմի և նրան հաջորդած ագրեսիաների ժամանակ զոհված մեր տղաների համար, ովքեր չեն զոհվել հանուն ոչնչի, ինչպես կարծում էր և ասում էր անկապ մի կին, այլ զոհվել են, իրենց կյանքը տվել են, որպեսզի մենք կարողանանք մեր պետությունը պահել։ Ամենտեղ և ամենուր մենք մեր աղոթքները պիտի բարձրացնենք Բաքվի բերդերում խոշտանգվող հայ ռազմագիրների փրկության համար։ Ամենտեղ և ամենուր մենք մեր աղոթքները պիտի բարձրացնենք անհետ կորած զինվորների համար, որոնց թիվը, ինչպես նաև 44-օրյա արհավիրքում զոհված մեր որդիների թիվը այս իշխանությունը գիտի պլյուս մինուսով։ Ամենտեղ և ամենուր մենք մեր աղոթքները պիտի բարձրացրենք առ այն, որ եկող տարին վերջապես լինի adekvat հայերի միասնության և միասնականության տարին, ովքեր հավատացեք մեծամասնություն են և այդ միասնականությունը բերի վերջապես չարիքի այս իշխանության վախճանի